Վարդի մասնակիցները դատանը լսեց յուրաքանչյուրի կարծիքը կապակցությամբ, դատանը իրոք արձանագրում է հետևյալը, եւ դա փաստը բոլորդ գիտեք, ակնչախանյանի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթի առկա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 34 հոդվածի առաջին մասով ոչ միայն ակնչախանյանի, այնտեղ եւս 3 կամ 4 անձիկ կան, եթե չեմ սխալվում, մեղադրյալի կարգավիճակ ունի այդ գործով, որը մեղսագրվում է վերագրվում է առանձնապես ծանր արարք, որի համար պատիժ է նախատեսում բավականին բարձր ժամկետով, 10 տարուց ավելին, այդ գործի շրջանակներում դատանի կողմից խափան միջոց է ընտրված չեռանալու մասին ստորագրությունը, եւ այդ գործի շրջանակներում դատանը իրոք 1, 2 կամ ավելի անգամ թույլատրել է Վահագն Չախալյանին Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու, մեկնելու Ջավախ, եթե ես չեմ սխալվում, անձնական հարցերով ընդհանուր մինչև ծնողների առողջական խնդիրների հետ կապված այդ հարցերի հետ կապված։ Սույն գործով, սա այդ գործի հետ կապված։ Սույն գործով մեղադրյալի նկատմամբ խափան միջոց կիրառելիս դատանը արձանագրել էր հետևյալը, որ քրեական դատավարության օրենսգրքի 43 հոդվածով պարտականությունների հետ կապված, որ կարող է ոչ պատշաճ կատարել, նաև հանցանք կատարելու հավանականությունն է բարձր գնահատել, այդ կապակցությամբ խափամիջոց է կիրառել կալանքը եւ երկարաձգել մինչեւ մարտի 4-ը սույն թվականի։ Դատանը իրոք արձանագրում է, որ այս գործի ընթացքում, քննության ընթացքում խափամիջոցի հիմքերը բնականաբար այն ռիսկերը, որոնք որ առկա են, նվազում են գնալով նվազում են։ Այս պարագայում, այս դեպքում Վահագն Չախալյանը 2025 թվականի հուլիսի 4-ից գտնվում է կալանքի տակ։ Դատանը նաև ինչի համար է դատանը նախորդ դատական լիստին ձեզ նշել, որ նոր հանգամանք, եթե կա դուք ասում եք ընտանիքը SS վիճակում է, բարի ընտանիքի կազմի վերաբերյալ ներկայացրեցիք այդ բոլոր փաստաթղթերը, որոնք որ կար։ Դատանը նայեց ուշադրությամբ, զննեց այդ ամեն ինչը։ Արդյունքում դատանը հանգում է հետևյալին. նվազել են խափան միջոցի հիմքերը, բայց ոչ այն աստիճան, որ անազատության հետ կապված խափան միջոցների հնարավորություն լինի կիրառելու, այսինքն ուշադիր լսեք ինչի մասին է դատանը հայտնում։ Դատանը գտնում է, որ մարտի 4-ից մեղադրյալի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը պետք է փոխել տնային կալանքով 3 ամիս ժամկետով եւ նաեւ նյութական վիճակը հաշվի առնելով դատանը գրավի կիրառում ոչ իրատեսական է համարում, կրակ չի կիրառում, բացակայելու արգելք է համակցված կիրառում, տնային կալանք բացակայելու արգելք։ Ժողովուրդ, թույլ տվեք ես ավարտեմ, հա։ Ուրեմն տնային կալանքը մեղադրյալը պետք է կրի Կոտայքի մարզի Նայրի համայնքի Քասախ Հարությունյան 3 փողոց 8/1, ճիշտ է ասել, 8/1 տունը չէ ասել, 8/1 ասել, տնային կալանքի ընթացքում դուք պետք է այն հասցեն, որը որ դատանը նշեց, պետք է չհյուրընկալեք այլ անձանց այդ հասցեում եւ չօգտվեք հարթակցության այլ ձևերից, բնականաբար դա բացառություն է կազմելու ձեր ընտանիքի անդամները, ովքեր որ ձեր հետ բնակվում են, եւ մերձավոր ազգականները։ Այդ անձանց չի վերաբերելու, ինչպես նաեւ ձեր պաշտպաններին։ Մյուս անձանց հետ դուք իրավունք չունեք հյուրընկալելու այդ հասցեում։ Էլեկտրոնային միջոցների կրմամբ եք էլեկտրոնային տնային կալանքը հսկողությունը սահմանվելու էլեկտրոնային միջոցների իրարմամբ պրոբացիայի ծառայության վրա է դրվելու այդ պարտականությունը հսկողությունը իրականացնելու բացակայելու արգելքի մասով
իրավասու մարմնի դատանը որոշման օրինակը կհասցագրի, որպեսզի այդպես բան չա, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքը չհատի։ Սա դատանի որոշումն է։ Ես նորից եմ կրկնում, նվազել է, բայց ոչ այն աստիճան, որ մյուս, այսինքն վարչական հսկողությունը այս պարագայում տվյալ դեպքում դատաքննության տվյալ փուլում դատանը գտնում է, որ դեռևս իզորու չէ։ Եթե համաձայն չեք լինի դատանի որոշման հետ, կարող եք այն վերաքննիչ քրեական դատանան բողոքարկել։ Հաջորդ ես հսակ ասեմ, հա։ Հաջորդիվ էլ ես ուրեմն որպեսի վարքի մասնակիցներին պարզ լինի, չմտածեք, որ դատանը շատ շտապելու բան չունեմ, դատանը շտապելու բան չունի, դատանը ընդամենը վարքի մասնակիցներին բազմիցս առաջարկ արվել, հարգելի վարքի մասնակիցներ, ծավալ հետ կապված ձեր դիրքորոշումը վերջնական ներկայացրեք, ճիշտ է, խափամիջոցների հարցը բավականին երկարատև է, բան չունեմ ասել, բայց այս դեպքում, երբ որ մենք ապացույցների որոշակի ծավալ սպառենք, սենց ասեմ, ոչ թե ձևական, այլ իրոք հետազոտ ենք սպառենք, դատանի մոտ այն մտավախությունները, որոնք որ կա ռիսկերի առումով, որ կարող է այս կամ այն ռիսկը միանշանակ նվազել է, միանշանակ, եւ դա ոչ թե ընտրովի է, դա բոլորի նկատմամբ, եւ Բագրատ Սրբազանի, եւ Չախալյանի եւ մյուս մեղադրյալների հետ կապված։ Ինչ վերաբերում է ընտրական վերաբերմունք չկա այստեղ, հարգելի դատավարության մասնակիցներ, սա բնական է, որ յուրաքանչյուր մեղադրյալի նկատմամբ խափան միջոց կիրառելիս դատանը այն ռիսկերը գնահատում է յուրովի, իրոք տվյալ անձի սուբյեկտիվ կարծիք է ձեր մոտ, որ ասում եք հաշվեհարդար պետք է, ինչ հաշվեհարդար տեսնելու մասին խոսք է այստեղ։ Օրինակ դատանը ինչ հաշվեհարդար պետք է տեսնի Չախալյան մյուսի, կամ ինչի համար։ Ինչի համար։ Չէ, ես հարցնում եմ հենց սենց, ինչի համար պետք է։ Չէ, հարցնում եմ ոչ, ես թույլ չեմ տվել։ Նստեք, արգելես եմ։ Ինչու եք հարցնում։ Ես չեմ հարցնում։ Բա հարց եք տալու։ Սա ռետորական տեսքով եմ ասում, որ ես էլ ռետորական կպատասխանեմ։ Չէ, ես կպատասխանեմ, չկա նման հաշվեհարդարի։ Եթե թույլ կտակ մեկնաբանեմ հաշվեհարդար հետ կապված պատվարժան դատարան։ Հարցը վերջացրեցիք խափամիջոցի հետ կապված։ Հարցը խափամիջոցի հետ կապված։ Համարեցիք, սրանով սարդանակապված։ Դրա հետ կապված պարզաբանք չեմ տալի, այլ հարց կա, այլ պարզաբանք։ Որոշման հետ կապված պարզաբանման կարիք չկա, նստեք։ Որոշումը հասկանանք, որոշումը այս պահից է ուժի մեջ մտնում, թե ամսի 4-ից լրանալուց հետո։ Որոշումը ուրեմն յետակա բողոքարկման 10 օրյա ժամկետում երբ որ կստանանք, դատանը պարզ նշեց։ 4 մարտ 2026 թվականից հետո խափան միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով, անձը տեղափոխվել է իր բնակության վայր, հասցեն դատանը նշեց, սահմանափակումներն էլ դատանը նշեց։ Եթե պարզ եւս մեկ անգամ կարող եմ կրկնել։